Այս հինգշաբթի, նոյեմբերի 13-ին ժամը ուղիղ 22:45-ին հատուկ հայ հեռուստադիտողի համար բացառիկ եթեր նվիրված նախկին նախագահների հարցազրույցներին, ամբողջական վերլուծություն եւ սպառիչ պատասխաններ։ Համբալ դու քո հոր գերեզմանը որ Թուրքին ես տողի դրանից խոսա, դիշով կա, Շմայսի ասած։ Դուք ով եք արա։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց իր բարձր վարկանիշի մասին, ովքեր են նրան հուսադրողները եւ որքան է կազմում նրա վարկանիշը։ Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Ես ձեզ այդ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է հերիկան ներվերներից հետ խաղակ։ Փաշինյանի վարկանիշը 22-ը իմը 18 Մոսկվայից են ուղարկել, մենակ ես այդ հարցումը ունեմ, ուրեմն լսի արա։ Դու այնքան անասուն ես, որ մինչև չհասկացար, որ դու Ռուսաստանի համար ուղղակի քութիկ ես։ Ինքս շամպես օգտագործում եմ։ Ուղղակի այդ հետիններն են միամիտ։ Չեն հասկանում, որ սրանք ուղղակի շամպես օգտագործում են, ինչպես պատմականորեն սրանամաններին գերտերությունները շամպես օգտագործել են որպես դավաճաններ, հիմա էլ այդպես կուտը տվել են քցել են քուչեքը։ Որտեղ են գտնվում Սերժ Սարգսյանի եղբայրները եւ ինչով են զբաղվում։ Սաշճիխիա փախե Իսպանիա, արա Սերժ։ Այն մի աղբերներ են, այն ալկոգոլիկ են, համալսարանում դասախոս են, Լևոն Սարգսյանը այն եթիմը։ Բեյրութում այն օրը զանգին են տղեկը, ասում են Բեյրութում հյուրանոցում մտել է շիշը, շշի դուրս չի գալի։ Կոնչենի ալկաշա։ Ճամփրուկներից հայտնաբերվել եւ արգրավվել է կոկային եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագմամբ հաբեր, ապակյա եւ պլաստմասե խողովակներ սպիտակավուն եւ սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութեր օգտագործելու նպատակով եւ այլ իրեր։ Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության, այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու համար։ Բացի այդ, ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը նրանից վերցրել է նկարչի շուրջ 280,000 ԱՄՆ դոլար արժողությամբ, թվով 14 գծանկարները, խոստանալով դրա դիմաց վճարել 28,000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն եւ անավորել դրա գործունեությունը։ Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել եւ անտեսելով դուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները։ Այսինքն երկրի ղեկավարի աղբոր որդին, որը որ պետքա բարեգործությամբ զբաղվեր, ոնց որ ամբողջ աշխարհում է։ Հիմնադրամներ ունենա, ինչով պետության համար մի բան անել, նարկոշ է։ Դե հոպարից ինչ պետք է սովորի։ Սրանց ինչ ասեմ, անգամ հայ ազգի թուքը ափսոսը որ թքիս ինձ ռոժին։ Հայ զինվորը Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի համար այլևս հերոս չէ։ Հերոսը Բաքվի բանտերում գտնվող Արցախի վերնախավն է։ Ես հիմնականում արցախցիներին եմ մեղադրում։ Արցախցիները այդ որ հիմա այնտեղ նստել են, այնտեղ սպասում են, որ ազատեն իրենց, բացի Ռուբեն Վարդանյանից, նրանց բոլորին պետք է սենց կտրտեն մարմինը, աղը լցնեն վրեն, չթողեն որ մեռնեն։ Եթե դուք տղամարդ եք, գերության մեջ գտնվող մարդկանց հասցեին չեմ կարծում կարելի է։ Դա քիչ է իրանց։ Եթե նրանք տղամարդ լինեին, եթե իրանք իրոք իրանց ազգի նվիրալներ էին, նրանք չպետք է գնային իրանք իրանց ձեռով հանձնվեին։ Մարդը երեխուն պահի մեծացրել է 18 տարի, բայց շունը որ ասեք ձակ է ունենում, ասեք ձակը սատկում է, էլի բան է անում։ Ոնց ասենք մարդը կարա նորմալ ընդունի այդ փաստը։ Դուք ինչ կարգի շեղված պետք է լինեք, որ այդ դրանց հանեք, հերոս ծարքեք։ Ու մի հատ էլ ծնողին ասեք իմ խելքի մարդ է։ Արտուր, մատ հասրեք, բապարզա մեր խելքի մարդը։ Իրանց խելքի մարդը մնացական Լևոնն է։ Այն մյուսն է, այն որ գեներալի ուսադիները վրան խփած, սփխեչի ուլի պես ղազի պես գնաց հանձնվավ թուրքերին։ Բասախալա ասում այդ կինը։ Հերոս կլինեն իմ համար այն ժամանակ, երբ որ պոյս շախի դկապեն, օրինակի համար գնային պայթացնեն։ Դե կասեին հերոս կլինեն, հերոսական մացած կյանքը մատ նայեք էլ այդ հերոս կոչվածների։ Բաժանված, մի հատ կներեք 1000 անգամ ժողովրդին, մատ պուտանկի հետ են ամուսնացել, տումբել է։ Ինչի համար է Հենրիխ Մխիթարյանը հանդիպել Միքայել Մինասյանի հետ։ Օրեր առաջ Հենրիխ Մխիթարյան կոչվածը հանդիպել է Միլանում Սուրբ Աթոռում նախկին դեսպան Սերժիկ Սարգսյանի փեսա, իսկ մեր կարծիքով հարս
Միքայել Մինասյանի հետ եւ Ինչ նոր անակնկալ են պատրաստել Միքայել Մինասյանը եւ Սերժ Սարգսյանը։ Միքայել Մինասյանը քանի որ արդեն խաղի մեջ մտցրել է Անանյան Դավիթ Թաթոյան Արման այս զույգին, նա Սերժիկ Սարգսյանի հետ պլանավորել է եւ ըստ նրանց պլանի, քանի որ նրանք հասկանում են, որ 2026 թվականին իշխանությունը չի փոխվելու, նրանք փորձելու են այդ ուժերին զոհաբերեն, ստեղծեն քաոսային իրավիճակ։ Ինչ կապ ունի ռուս մոդել Վիկտորիա Լուպիրովան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Գնաց եկել, նշեմ, որ դա մոդել չի, նա հայտնի պրոստիտուտկա, այսպես նշեմ, էլի մոդելն ու պրոստիտուտկա այդպես անբարական, դրանք տարբեր բաներ են, բայց ես հենց հիմա մեզ ելի հայրենակցին ցույց տամ այդ անբարոյականին, խնդրեմ։ Գեղացի Հենրիկը եւ այս ռուս պորնիկը, այսպես նշենք։ Ով է գաղտնի նկարանել Մխիթարյանին եւ ինչի համար։ Սա այս գեղացուն տարելա հյուրանոց, այլ չասեմ հյուրանոցում թե ինչ է եղել եւ այդ նկարահանել են որպես կոմպրոմատ եւ այդ տեսա նկարահանված տեսանյութը մինչեւ հիմա հիշեք են Միքայել Մինասյանը որպես պապկով նոթբուքով կողքից եթերը տեին ինքը մեսեջ էր ուղարկում որ իմ մոտ է Ովքեր են խաղացել հայոց բանակի անվան հետ տարիներ շարունակ եւ ովքեր են կերել բանակի հացը։ Բայց ես փաստում եմ որ մեր բանակը ինչ օրինակ է։ Եթե ես եմ Զորամասի հրամանատար ինչ որ մտ երևույթ գար 20 կիլո պեչենի ասել եկել եմ զինվորներին բաժան եմ զինվորներին շարի, այդ պեչենին ինքը գիտի ես ինչ կանեի։ Իր համապատասխան որ մասը կտեղադրեի։ Այսինքն մեզ այտենց բանակ է պետք։ Մեզ պետք չի որ ինչ որ մեկը գա 10 դրամ մուրացկանի տեղ տնի։ Մարդիկ 24 ժամ զենքը ձեռները մենք էլ ենք ծառայ, դա շատ վիրավորական է։ Որ ինչ որ մեծ կոմերսանտ կամ ինչ որ մեծ կապիկ կամ ինչ որ մեծ, չգիտեմ, հասարակության տականք անընդունելի է դա եւ դա խոսում է Սերժիկի ու Ռոբերտ Քոչյանի բանակի մասին։ Այս եւ այլ կարևոր թեմաների մասին ամբողջական եթերը դիտեք այսօր, նոյեմբերի 13-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։